Սրանց ինչ է իրենից ներկայացնում բազային համակարգչային գրագիտություն եզրույթը։ Բազային համակարգչային գրագիտություն դասընթացում ներառված է հենց ամենասկզբի ինֆորմացիան, այսինքն հենց սկզբից ինչպես ենք մենք օգտվում համակարգչից, ինչպես ենք մկնիկից օգտվում, ինչի համար է նախատեսված իր վրայի կոճակները, ինչպես ենք համակարգիչը միացնում գրճիչ ձևով, քանի որ գիտենք չէ շատ հաճախ ոնց ենք միացնում ու անջատում, կնոպկային սեղմում ենք ու անջատում ենք, դա սխալ տարբերակն է, այսինքն հենց ամենազրոյից մենք ամենաարմատներից սկսում ենք սովորեցնել մեր մեծահասակներին ինչպես օգտվել ճիշտ եւ գրագետ։ Թիրախային խումբը ձեր դասընթացների որ տարիքից սկսած մարդիկ կարող են դիմել ձեզ։ 50+ տարեկի ցանկացած անձ, ով հետաքրքրված է այս դասընթացով եւ ով բացարձակ տեղեկություն չունի կամ մասամբ տեղեկություն ունի համակարգչից, համացանցից օգտվելու, կարող է մասնակցել մեր դասընթացին։ Դասընթացները վճարովի էին, անվճար, որքան են տևում, հավելյալ ինֆորմացիա էլ տրամադրեք։ Դասընթացը սոցիալական ծրագիր է, հետևաբար լիովին անվճար է, մենք ենք կազմակերպում դասընթացը, որպեսզի ցանկացած ոք, ով կապ չունի, թոշակառու է, թե աշխատող է, կարողանա գալ եւ մասնակցել։ Հիմա որ փուլում եք, դասընթացն ավարտվել է, մի խումբն արդեն գնացել է, այսպես ասած շրջանավարտներ ունեք, հիմա նորն եք հավաքագրում։ Հիմնականում ավելի շատ փետրվարի կեսերից ենք սկսում, որովհետեւ դե ցուրտ է լինում, չենք ուզում, որ գան հասնեն մեզ մոտ այդ ցրտին, կսպասենք արդեն փետրվարի կեսից նորից կվերսկսենք մեր դասերը։ Մենք որոշ չափով խոսեցինք Տիկին Սերանուշի հետ էլ, եթե դուք բացեք ձեր օրակարգը, դասացուցակը, ինչ է ներառում համակարգչային բազային գիտելիքները, ինչ են ներառում։ Սովորեցինք ինչպես միացնել ճիշտ համակարգիչը, վախը որ փորձեցինք վերացնել, որ պետք չի վախենալ համակարգչից, ինքը այդքան էլ վախենալու չի, պետք է օգտվել համակարգչից մեծ սիրով ու անդադար օգտվել, եթե կարիքը կա, պետք չի դիմել ուրիշներին օգնության համար, դրանից հետո արդեն անցնում ենք կոնկրետ գործիքների, այսինքն ֆայլեր բացել, ֆայլերում ինչ-որ տեղեկություններ ներբեռնել, պահպանել, օգտվել Word, Excel ծրագրերից, ոչ շատ ինչ-որ շատ մեծ գիտելիքներ ենք տալիս, այսինքն բազային են իրենք սովորում, այն ինչը որ առօրյայում իրոք իրենց պետք կգա, այսինքն ինչպես տեքստերը հավաքել, գեղեցիկ ճիշտ հավաքել, ֆոնտերը ինչպես ընտրել, տառաչափը, մի խոսքով այն ամենը, ինչը որ առօրյայում մենք ինքներս հաճախ օգտագործում ենք։ Excel-ից էլ նորից բազային գիտելիքներ ենք տրամադրում, որից հետո արդեն անցնում ենք նաև համացանցին, համացանցից գրագետ օգտվել, ինչպես ներբեռնել քո ուզած տեղեկությունը կամ ինչ-որ գիրք, բաղադրատոմս գտնել, ներբեռնել, ինչպես կապ հաստատել բարեկամների հետ, Facebook ցանցով, սոցիալական ցանցով, ինչի նաև մնացած այլ սոցիալական ցանցերին էլ ենք անդրադառնում մեր մեծահասակների հետ։ Ունենում ենք նաև մեդիա գրագիտության դաս առանձին դասախոսի, առանձին մեկ այլ դասախոսի հետ մենք հրավիրում ենք, առանձին դասընթաց է անցկացնում մեր մասնակիցների հետ, ինչպես ճիշտ գրագետ օգտվել սոցիալական ցանցերից, ինչպես տարբերել ճիշտ լուրը կեղծից, որ հանկարծ սխալ լուրը չտարածեն ու շատ հաճախ նաև մեզ մոտ այսպիսի խնդիր է չէ լինում, որ տեսնում ենք SMS գրելու, նամակ գրելու փոխարեն մեկնաբանություն են գրում, մենք դա էլ ենք բացատրում, թե որն է տարբերությունը, որ այդպիսի սխալ չանենել, քանի որ մեկ շատ ինչ-որ կարևոր ինֆորմացիա է։ Զավեշտալի դեպքեր եղել եք շնչառության սոցիալական ցանցերում, մի շատ բարի կնոջ մասին հաղորդում էր ու այդ հաղորդման տակ մեկնաբանությունների դաշտում մի կին եկել ու վատ բաներ էր գրել, չարդարացված, ոչ մի վիճահարույց անգամ այդ թեման չէր, բարի շատ թեմա էր, մեկը ի պատասխան գում է ինչու եք վատ բաներ գրում, ջնջեք այս մեկնաբանություն, ես ասի դե տարիքով մարդ է, ես չեմ ջնջում սովորաբար, այդ կինն եկավ ասաց կներեք քաղաքական բովանդակություն, ինձ թվաց դա քաղաքական բովանդակության տակ պիտի գրե, շփոթել եմ տեղերը, այսինքն մեր մոտ էլ է լինում, որ այդ բաները պիտի քաղաքականության մեջ գնան։ Նյութի վերնագիրն են պարզապես կարդում, հետո էլի գրում են, դել ենք բացատրում, որ պետք է մի հատ ծանոթանալ, նախ հասկանալ, գտնել սկզբնաղբյուրը արդյոք ճիշտ ինֆորմացիա եք, դուք հավատում եք բային ճիշտ ինֆորմացիա եք, դուք տարածում, քանի որ հենց մեծերը շատ հաճախ տարածման աղբյուր են հանդիսանում նյութերի։ Տարիքային սեգմենտը 50+ եւ պլյուս ինչքան պլյուս
Պլյուս ինչքան որ ցանկանան դիմել, ամենամեծ տարիքը, որ մենք ունեցել ենք, եղել է 84 տարեկան կին, ով դիմել է մեզ, ճիշտ է կամուկացով էր դիմում, վայ, ես չգիտեմ, կկարողանամ, չեմ կարողանա, բայց մենք ողջևորում ենք իրեն, ասել ենք, որ խնդիր չկա, եկեք, փորձեք, եթե հասկանաք, որ չեք կզում, չեք կարողանում, կարող եք չգալ, բայց մենք ունենք այնպիսի հրաշք մի դասախոս, ով համբերատար, երևի թե ամենահամբերատար մարդն է, ում որ մենք ճանաչում ենք, ամեն ինչը կարող է բացատրել մի քանի անգամ, որ բոլորը հասկանան։ Այդպիսի մի մասնակից չենք ունեցել, որ եթե այդ ինչ-որ մի բանը չի հասկացել, նորից իրեն չի բացատրվել, մի քանի անգամ նույնիսկ բացատրում է, որ ամեն ինչ պարզ հասկանալի, իրենք գնան տուն։ Իսկ եղել է, որ ցանկություն են հայտնել կրկնելու դասընթացը, որովհետև ինչ-որ մի բան պարզ չէր կամ շատ էլ հմուտ չէին դասընթացի ավարտին։ Այդպիսի դեպքեր շատ չեն գրանցվել, մի քանի դեպք եղել է, իհարկե ընդառաջել ենք հասկանալով, որ եթե երբեմն ինչ-որ դասերի բաց են թողելու չեն կարողացել գալ, ընդառաջել ենք, որպեսզի մի հատ էլ փորձեն, մի հատ էլ կրկնեն, որ լիարժեք ամեն ինչ հասկանալի լինի իրենց համար։ Իսկ խմբերում քանի հոգի է եւ որքան ժամանակ է տևում։ Մինչև 10-ից 12 հոգի ենք լինում, որ դասախոսի համար էլ հեշտ լինի աշխատելը բոլորի հետ։ Երկամսյա դասընթացները շաբաթական 2 օր, 2 ժամ տևողությամբ, որ նաեւ չհոգնեն։ Այո։ Եվ օգտվելով առիթից եկեք հիշեցնենք, որ հասցեում, ինչ ժամկետներով, ինչ փաստաթղթերով, ինչ է հարկավոր դիմելու համար ծրագրին։ Ոչ մի բան հարկավոր չէ, պարզապես պետք է մեզ դիմել եւ մենք գրանցում ենք կամ անձը ինքնուրույն է գրանցվում, ինչ որ բարեկամի օգնությամբ մեր կայքի միջոցով եւ սպասում է արդեն իր հերթը երբ մոտենա, գրանցվել կարող են պարզապես զանգահարելով մեզ 093 55 68 10 հեռախոսահամարով կամ կարող են մոտենալ մեր կենտրոնը գտնվում է Ալեք Մանուկյան 1 հասցեում, պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին հարկում։ Իսկ ունեք մեծ սպասման ցուցակ։ Մեզ շատ հաճախ են դիմում, շատ հաճախ, նույնիսկ երբ որ դեռ դասընթացը արդեն նոր է սկսվել, էլի են դիմում ենք, ասում ենք պետք է մի փոքր սպասել, մինչև արդեն դասախոսի գրաֆիկն էլ հասկանանք երբ է ազատվում, քանի որ դասերը անցկացվում են այսպես երկուշաբթի, հինգշաբթի եւ երեքշաբթի ուրբաթ օրերին տարբեր ժամերի ենք անցկացնում, հետո փորձում ենք ժամերով էլ հարմարեցնել մեր մասնակիցների հետ, քանի որ շատերը աշխատում են ու իրենց ավելի հարմար է մի փոքր ավելի ուշ ժամի գալ, շատերը ուզում են առավոտյան գալ կամ ցերեկը գալ, այդպես փորձում ենք հարմարեցնել, որ բոլորին էլ հասանելի լինի դասընթացը։ Եվ լինում են դեպքեր, որ մերժում եք, ինչ որ կան հանգամանքներ, իրավիճակներ, որ մարդը ուղղակի ավագսենդի ներկայացուցիչը չի ընդունվի, չի ստանա հնարավորություն սովորելու։ Երբեք նման դեպք չենք ունեցել, դասընթացը բաց է, հասանելի է ցանկացած մարդու համար, ով ուղղակի ցանկություն ունի սովորելու։ Մենք երբեք չենք խոչընդոտում։ Եթե ուզում են սովորել, խնդիր չկա, թող կան փորձեն իհարկե։ Կարող են դժվարություններ առաջանալ, ոչ մի խնդիր չկա, մենք պատրաստ ենք օգնել, աջակցել։ Շնորհակալություն, երևի մեր ամենաբարի թողարկումներից եղավ եւ օգտակար, իսկ վստահ եմ, որ ունկնդիրները, որ լսում էին, համարը անպայման գրեցին եւ առաջիկայում զանգի տեղատարափ կունենաք։